Հիսուսի ծննդյան ևս մեկ ուշագրավ պատմություն Ղուկասու 2-րդ գլխում գրությունների ամեն մեկ բառը խորիմաստ է։ Երբ որ կարդում ենք եւ անցնում, այն միայն դառնում է ընթերցանություն։ Բայց երբ որ սերտում ենք, խորհուրդներ են դուրս գալիս եւ սքանչելի են դրանք։ Սա այն պատմությունն է, որ Հիսուս արդեն ծնվել էր, մայրն ու Հովսեփը տարել էին տաճար եւ հետեւյալը կարդում ենք Ղուկասու 2-րդ գլխում 25 համարից։ Այն ատեն Երուսաղեմի մեջ մարդ մկար, ում անունը Սիմեոն էր, նա արդար եւ աստվածավախ էր, անշուշտ որքան որ կարդանք մարդու համար գրված արդար, նշանակում է Տիրոջով արդարացած, որտեղ արդար չկա եւ մեկը չկա, բոլորը խոտորեցին Աստծո փառքից ընկած են։ Իսրայելի մխիթարությանն էր սպասում եւ Սուրբ Հոգին նրա վրա էր։ Նրան հայտնված էր Սուրբ Հոգուց, թե մահ պիտի չտեսնի, միջև Տիրոջ օծյալը տեսնի եւ կարծում է, որ Տերը իրեն շատ երկար կյանք տվեց, այնքան, որ ծնված մանուկին Հիսուսին ինքը պիտի տեսներ եւ նա էլ հոգիով տաճարը եկավ ու երբ ծնողները բերին Հիսուս մանուկը, որպիսի օրենքի սովորության պես անոր համարեն, ինքն էլ նրան իր գիրկը առավ, օրհնեց Աստծուն եւ ասավ. «Ալ հիմա ով Տեր արձակե քու ծառատ խաղությունով, քու խոսքիդ համեմատ»։ Եվ այդ երկար ապրելու համար է, որ նրան կոչվում է Սիմեոն ծերունի։ Վասնզի իմ աշկերս տեսան քու փրկությունդ, որ բոլոր ժողովուրդների առջև պատրաստեցիր։ Հենուխտի մեջ կարծում են, որ միայն իրենք են ընտրված ազգ, հեթանոսները պիտի կորսվեն։ Մարգարեական խոսք է սա։ Բոլոր ազգերի համար լույսը հեթանոսները լուսավորելու, այսինքն հեթանոսներին էլ պիտի հասներ այդ լույսը եւ փառք քու Իսրայել ժողովրդիդ։ Հովսեփ եւ անոր մայրը զարմացած էին այս բաներու վրա, որոնք անոր համար կխոսվեն։ Սիմեոն օրհնեց զանոնք եւ ասավ մորը Մարիամին. «Ահա այս մանուկը Իսրայելի մեջ շատ մարդկանց
ընկնելու եւ ելնելու համար ու հակառակության նշանը ըլլալու կեցած է եւ քու սրտից էլ թուրմը պիտի անցնի, որպիսի այդպես շատ սրտերեն խորտներ հայտնվին, այդ թուրը երբ անցավ Մարիամի սրտով, երբ իր որդին խաչի վրա էր։ Սարսափելի մի բան, ինքը գիտեր ով է այդ որդին եւ խաչն են հանել նրան, մանավանդ այդ սարսափելի տանջանքներից հետո։ Մեր կենտրոնացումը պիտի լինի համար 34-ը։ Սիմեոն Մարգարյանում է եւ անշուշտ այս մարգարեության հեղինակը Սուրբ Հոգին է։ Ասում է. շատերի ընկնելու եւ ելնելու պատճառ պիտի լինի։ Fall and rising. Ընկնել, падение. Ոտքը սահել ընկնել։ Հապա ինչ, որևէ բարձությունից ընկնել, հոգեորապես ընկնել, ինչի մասն է խոսքը։ Հիմա քիչ հետո հայտնի կլինի։ Նման պարագաներում բնագիրը լույս է սփռում, բնագիրը խորհուրդներ է բացում մեզ համար։ Եվ պատահական չէ, որ բնագիրը շատ արժևորում ենք։ Ամենաճշգրիտ ձևով գրված է բնագրի մեջ։ Մնացած լեզուներով թարգմանություններ են կատարվել, հիմա ինչ որ ձեզ ասեցինք, ընկնելու եւ ելնելու, հայերեն, անգլերեն, ռուսերեն շատ ու շատ թարգմանությունների մեջ այսպես է գրված։ Սակայն, երբ որ դիմում ենք բնագրին, այնտեղ մեզ հայտնվում է, որ այս բառը, որ գործածված էր այստեղ ընկնելու համար, փթոսի հունարեն բառը, երկու տեղ է գրված։ Մեկ այստեղ Ղուկասու 2-րդ գլուխ 34 համար եւ մյուսը Մատթեոս 7-րդ գլուխ եւ 27 համարում։ Եկեք կարդանք։ Հիսուս պատմում է երկու տուն շինողների մասին, որ մեկը ժայռի վրա սարքեց, մեկը ավազի վրա սարքեց եւ կարդանք 27 համարը։ Անձրև իջավ ու գետերը վազեցին եւ հովերը փչեցին եւ զարկին այն տանը ու փլավ, մեծ էր անոր կործանումը, փթոսի։ Հիմա ընկնել եւ կործանում, կա տարբերություն թե չէ։ Անշուշտ, սա արդեն մեզ համար բացատրություն է։ Հոգեորապես ընկավ, գետին ընկավ եւ այլն, դրանք բացատրություն չեն։ Իրական բացատրությունը փթոսի նշանակում է կործանում։ Հիսուսի ծնունդը պատճառ պիտի դառնար շատերի կործանման։ Distraction, բայց ոչ Հիսուսի մեղքով, այլ նրանց, ովքեր որ պիտի կործանվեն, իրենց մեղքով է, որ այդ բանը տեղի ունենում։ Հիսուսի գալով հոգևոր բաժանում եղավ հավատացողների եւ չհավատացողների միջև, փրկվողների եւ կործանվողների միջև։ Հիսուսի աշխարհ գալուց առաջ է գրել Եսայի մարգարեն 700 տարի առաջ։ Հրաշալի գրություններ ունի նաեւ ծննդյան վերաբերյալ, բայց այս մեկը կարդում ենք Եսայի 8-րդ գլուխ 14 համար։ Նորից Մեսիայի վրայով է գրված։ Մեսիան երբ որ գա, ինքը գայթակղության քար պիտի լինի, stumbling block, կամ in преткновение ռուսերենով, եւ գլորման վեմ, այս արտահայտությունն են կարդում։ Ում համար բոլոր նրանք, ովքեր որ չեն հավատում։ Պետրոս առաքյալը լուսաբանում է, թե ինչ է նշանակում գլորման քար։ Եկեք կարդանք Առաջին նամակ 2-րդ գլուխ 6-ից 8 համարները։ Որովհետև գրքի մեջ կա գրված. ահա Սիոնի մեջ ընտիր պատվական անկյունի վեմը կդնեմ եւ ով որ նրան հավատա, պայմանը տեսնում եք, բնավ պիտի չամաչի։ Մենք հավատացել ենք եւ մեր հավատքը երբեք ամոթով չի մնալու։ Որտեղից է վերցրել Պետրոս եղբայրը գրել Եսայի 28-16։ Ուստի, ձեզ հավատացյալներիդ
պատվական է այդ քարը, բայց անհավատների համար այն քարը, որ շինողները անարգեցին, նա անկյունի գլուխ եղավ եւ գլորման վեմ ու գայթակղության քար անոնց, որ խոսքին չհավատալով կգայթակղին, որին սահմանված էին։ Այստեղ բացատրելու անշուշտ անհրաժեշտություն կա, սահմանված էին, appointed, ոչ թե Աստված ոմանց ստեղծեց կործանվելու համար, կորսվելու համար, Աստված բարի է և մարդկանց ստեղծեց փրկության համար, սակայն Աստված հենց սկզբից իր ամենագիտությունով all knowing, Աստված ամեն բան գիտի և կոչվում է omniscient Աստված, և նաև ոչ միայն գիտի, նախորդ գիտի, կանխավ գիտի, foreknowledge, և դրա հիման վրա է սահմանվել մարդու ազատ կամքով մերժելու պատճառով։ Աստված գիտեր երկրի հիմնադրությունից առաջ, վերցնենք 19-րդ դարում, այսինչ քաղաքում, այսինչ տեղը, ապրող այս անձնավորությունը իր կյանքի ընթացքում պիտի ընդունի Հիսուսին, թե պիտի մերժի, դրա համեմատ է նախասահմանվել, ոչ թե Աստված արդեն կորսված նրան ստեղծեց, այլ այդ ամբողջ կյանքի ընթացքում այդ անձնավորության հայտնի պիտի լիներ նրա անհավատությունը, հակառակությունը։ Իսրայելում ովքեր էին հիմնականում մերժողները, էլիտան էր, բարձր խավը, քահանայական կազմը, իշխանները, որտև Հիսուսին որպես մրցակից էին տեսնում, Հիսուս անունով մեկը եկել է, իր շրջապատող մարդիկ, ձկնորսներ և այլն, այսինքն երկրորդական կարգ էին դրանք, բայց արյուտես իրենք իրենց բերանով ասեցին, ամբողջ աշխարհը իր հետևից է գնում, և այս նախանձից դրդված էր, որ Հիսուսին խաչեցին։ Կարդում ենք Կորինթացիների առաջին նամակ 2-րդ գլուխ 8 համար, որ այս աշխարհի իշխաններից մեկը չճանաչեց, քանզի եթե ճանաչած լինեին, փառքերի Տիրոջը խաչը չէին հանի։ Թեև Սուրբ գրքում վկայված անձեր կան, օրինակ Նիկոդիմոսը էլիտային էր պատկանում, Սինեդրինի անդամ էր, գիտակից անձնավորություն էր և լավ հավատք ուներ, որ գիշերով Հիսուսի մոտ եկավ և այդ Հովանու 3-րդ գլխի այդ հանրայդ խոսակցությունը Հիսուսի և Նիկոդեմոսի միջև եղավ, եթե ջուրեն և հոգին չծնվեք, չեք մտնի Աստծո թագավորությունը։ Նաև մենք Հովանու ավետանում տեսնում ենք Հովսեփ Արյամատացի անունով մի անձնավորության, որ նորից նրանց էլիտայից էր, բայց ինչ այս երկուսը Հիսուսի մարմինը վերցրեցին, որ անուշահոտ հոտերով պիտի օծեին և պիտի դրվեր գերեզմանը։ Գործք առաքելոց 6:7 Նույնիսկ քահանաներից շատերը նոր հավատքին հարեցին, Հիսուսի հավատքին, այն որ աղանդավոր են համարում, նազովրեցին, նրա հետևորդներին աղանդավոր, քահանաներից շատերը հարեցին նոր հավատքին, այսինքն Հիսուս Քրիստոս նրանց համար դարձավ Տեր և Փրկիչ ու Աստված, Երանի ներկայիսել, այդպիսիները ճշմարիտ հավատքի գան։ Հովանու 12:42 Ամեն պարագայի իշխաններից էլ շատեր Հիսուսին հավատացին, բայց փարիսեցիների վախից վախենում են, այսինքն դավանեն, իրենց հավատքը պահում էին, գիտեք, այդտեղ նաև կա կեղծավորություն, ուզում էին իրենց դիրքը պահել և միևնույն ժամանակ նաև հավատալ Հիսուսին։ Իսկ ժողովուրդը մեծամասնությամբ մասսայական ձևով չհավատացին, որովհետև մենք կարդում ենք Հովանու առաջի գլխում 11 համար,
իրեններին եկավ, բայց իրենները իրեն չընդունեցին, ովքեր էին իրենները, Դավթի սերունդից եկողները, մարմնի կողմանը իր եղբայրակիցները, իրեն չընդունեցին, այլ կերպ ասած ոչ ասեցին, մերժեցին, կա ազատկանք այդտեղ, այո, բայց նրանք ովքեր որ ընդունեցին, այսինքն այո ասեցին, նրանց իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու, որոնք իր անվանը հավատում են, ահա բանալին այստեղ է, ովքեր որ հավատում են, հավատքը խնդրու առարկա է այստեղ, այսինքն հավատքով է կարևորվում ամեն բան, ճշմարտության այս սկզբունքը Աստված սահմանել է, որ այդ հավատքը իր մեջ նաև ընդգրկում է, ընդունել, այո ասել, հնազանդվել, սիրտը չխստացնել, և սա համարվում է մարդկային պատասխանատվություն, responsibility, այսինքն փրկությունը Աստծո կողմից է կատարված 100%-ով, որևէ մեկը այդ փրկության մեջ որևէ մասնակցություն չունի, մի չոպի չափ մասնակցություն չկա անգամ, և Աստծո կողմից այդ փրկությունը մարդկությանը տրվում է որպես նվեր, և այն կոչվում է շնորհք, grace, այսինքն մի բան, որին մենք արժանի չէինք, բայց Աստված մեզ տալիս է այդ բանը, Նաև շատեր չընդունեցին, այսինքն չհավատացին, ոչ ասեցին, չնազանդվեցին, իրենց սիրտը խստացրեցին։ Ուրեմն ընկնել Փթոսի այս բառը քանիցս պիտի գործածենք, լավ հիշեք, որտեղ հարցում էլ պիտի լինի ձեզ, թե որին եք պատկանում։ Հոգևորապես կույր լինել, մնալ անհավատության մեջ։ Հովանու 3-րդ գլուխը կարդանք, նաև խավարի մեջ, խավարի որդիներ լինել։ Լույսը աշխարհ եկավ, որ Հիսուս Քրիստոս է, և մարդիկ նախընտրեցին խավարի մեջ մնալ։ Որտև եթե լույսին գան, իրենց չար գործերը պիտի հանդիմանվին, ստիպված պիտի լինեն ապաշխարելու, բայց նախընտրում են խավարի մեջ մնալ։ Այդպիսիները խղճուկ են, կարծում են, որ մութի մեջ արված, խավարի մեջ արված գործերը, որևէ մեկը չտեսավ, որևէ մեկը չլսեց այդ մասին, այդպես էլ կգնա։ Սակայն Աստված դատաստանի օրը իրենց չար գործերը իրենց առջև պիտի դնի։ Ումից ես փախչում։ Աստծուց, մարդկանցից կարող ես փախչել, բայց ոչ Աստծուց։ Հիսուսի գալով ահավասիկ 2000 տարի Աստված զտում է, բաժանում է հավատացողներին և չհավատացողներին։ Աստծուն հավատալ խիստ ընդհանրական է։ Շատերն են ասում, այսօր քչերից կլսեք, որ հարցնեք, Աստծուն հավատում ես, իհարկե հավատում ենք։ Որտև եթե մեկը ասի, որ չի հավատում, դա ինչ նշան է, անհավատության նշան, այսինքն բացասական է։ Աստծուն հավատում է, հետևաբար դրա պատճառով ինքը բարի է, բարեգութ է։ Բայց երկրորդ հարցումը տվեք այդպիսիներին։ Հիսուս Քրիստոսին հավատում ես որպես Աստված, որպես փրկիչ։ Այդտեղ կերևան նրանց պատասխանը։ Նրանք ովքեր որ միայն ասում են Աստծուն ենք հավատում եւ վերջ, այդպիսիների Աստվածը Սուրբ գրքի Աստվածը չէ, որտեւ Աստծուն ճանաչելու միակ միջոցը ճանաչել Հիսուս Քրիստոսին։ Աստված մարմնով հայտնվեց եւ ուրիշ երկրորդ չկա Աստված, մեկ Աստված է, որ երեք դեմքով է ներկայանում մեզ։ Եթե մի քիչ խորանանք, կիմանանք, որ այդպիսիների պաշտածը Միհրը, Արամազդը, Վահագն, այլակրոններ էլ կան, չէ՞։ Ալլահի անունը, օրական 5 անգամ նամազ, եւ
կրոնական տարբեր տեսակի բաներ անում են, բայց քանի որ Հիսուս իրենց Աստվածը չէ, իրենք Աստծուն ընդհանրապես չեն ճանաչում, Եհովայի վկաները ջանասիրությամբ, նվիրումով, Եհովայի անունը տանելով այս կողմ, այն կողմ, ամենուրեք, դռները թակելով, կարևոր չէ, ներս թողում են, չեն թողնում, իրենք աշխատում են անպայման ներս մտնեն։ Այսպիսիներն էլ Հիսուսին որպես Աստված չեն ճանաչում, սրանք էլ հոգևոր կույրեր են և Սիմեոն ծերունի մարգարեության համեմատ սրանք էլ ընկածներն են Փթոսի։ Բայց և Հիսուսի գալով հայտնի դարձան ելնողները։ Ելնել ինչ է նշանակում։ Աշճանով բարձանալ, rising, վաստանյե։ Պիտի դիմենք հունարենին։ Հունարենը իրապես բացահայտում է։ Անաստասի, ինչ Անաստաս Միկոյան, այդ հայատյաց բոլշևիկը։ Անաստասի հունարեն թարգմանաբար նշանակում է մեռելներից հարություն առնել։ Հետևաբար ելնել, rising, վաստանյե, բուն նշանակությունը մեռելներից հարություն առնել, resurrection, воскресение, ծնված մանուկ Հիսուսի համար Սիմեոն ծերունին այս մարգարեությունը արավ։ Այսինքն մարդկությունը բաժանվեց երկու մասի՝ հավատացողներ և չհավատացողներ։ Եվ Տեր Հիսուս այդ բաժանումը ներկայացրեց հետևյալ կերպ, հիմա կկարդանք, որին շատեր ցավագին են վերաբերվում, այսինքն ասում են ինչպես, ասում եք, որ Հիսուս համակսեր է, Աստված է, նա եկավ, որպեսզի ընտանիքների մեջ բաժանում բերի, այս անելու բան է, որ անում է ինքը։ Եկեք կարդանք։ Մատթեոս 10-րդ գլուխ և 34 համարից պիտի կարդանք։ Հիսուս է խոսում։ Մի կարծեք, թե ես երկրի վրա խաղաղություն բերելու եկա։ Խաղաղություն բերելու չեկա, հապա սուր։ Վասնզի եկա տղան իր հորմեն զատելու և աղջիկը իր մորմեն և հարցը կեսուրից, ասա ամենավատագույն։ Մարդու թշնամիները իր ընտանիքը պիտի լինի։ Տեր Աստված, բա ասում ես պատվի հորդ ու մորդ, հայրը և որդին իրարից զատվեցին, արդյոք այստեղ հակասություն կա։ Բոլորովին։ Նա, որ իր հայրը կամ մայրը ինձ մե ավելի կսիրե, ինձ արժանի չէ։ Հորդ ու մորդ սիրի, շատ սիրի, բայց ոչ Հիսուսից առավել։ Քո զավակներիդ շատ սիրի, բայց ոչ Հիսուսից առավել։ Քո կողակցին շատ սիրի, բայց ոչ Հիսուսից առավել։ Նա, որ իր տոն կամ աղջկան ինձ մե ավելի կսիրի, ինձ արժանի չէ։ Նա, որ իր խաչը չառներ, իմ ետևից չի գար, ինձ արժանի չէ։ Այսինքն Հիսուսի անվան համար եկած նաև այդ հալածանքները որպես խաչ։ Նա, որ իր անձը կգտնե, այսինքն իր անձի գահին ինքն է նստած, իր եսն է նստած և ոչ Հիսուս, պիտի կորցնե զանիկա, և նա, որ իր անձը ինձ համար կկորցնե, պիտի գտնե զանիկա։ Ուրեմն այստեղ խնդրո առարկան ճշմարիտ հավատք ունենալ կամ չունենալն է։ Իսկ եթե ավելի խորանանք, Սուրբ Հոգին ունենալ կամ չունենալն է։ Այս աշխարհի մեջ քանի հոգի կա։ Երկու հոգի է գործում։ Աստծո հոգին և սատանայի հոգին։
Սուրբ հոգին եւ այս աշխարհի հոգին, եւ այս երկուսի միջև վիթխարի անհամեմատելի տարբերություն կա։ Երկու տարբեր բևեռների վրա են։ Սուրբ հոգին ունենալ կամ չունենալը երկու տարբեր աշխարհ է։ Ով որ Սուրբ հոգին ունի, երջանիկ մարդ է։ Սուրբ հոգի չունենալը ողբերգություն է։ Սուրբ հոգին ունենալով քո կենցաղային տարբեր դժվարությունների վրա դու հոգ ես անում, բայց քեզ հրաշալի ապագա է խոստացված։ Տեր Հիսուս իր խոսքի Տերն է, այս աշխարհի երևույթը կանցնի, այդ ամեն հարցերն էլ իրենց լուծումը կգտնեն, ամենատեն ուրախ եղիր, ցնծա, որովհետև Աստված հաճեցավ Սուրբ հոգով գալ եւ քո մեջ բնակվել։ Կարդում ենք Կորինթացիների առաջին նամակից եւ երկրորդ գլխից։ 12 համար է։ Իսկ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, աշխարհի հոգին սատանայի հոգին է, հապա այն հոգին, որ Աստծուց է, այսինքն Սուրբ հոգին, որպեսզի մենք ճանաչենք այն բաները, որոնք Աստծմե տրվեցավ մեզի։ Որոնց մասին կխոսենք ոչ թե մարդկային իմաստության սովորացած խոսքերով, հապա Սուրբ հոգու սովորացրածներով։ Ադամական մարդը որքան էլ որ խելացի լինի, իր բերած մտքերը երկրավոր սկզբունքներ ունեն։ Առաջին հայացքից դրանք իմաստալից, իմաստուն մտքեր կարող են երևալ, բայց երբ որ մենք Աստծո խոսքի լույսի տակ քննենք, կտեսնենք, որ այդ մտքերը ծանծաղ են։ Ասում է Սուրբ հոգի սովորացածներով եւ հոգևոր բաները հոգևորի հետ կհարմարացնենք, էքսպրես կներկայացնենք Սուրբ հոգու բերած իմաստությունը։ Իսկ շնչավոր մարդը, ադամական մարդը, որ Աստծո հոգին չունի, Աստծո հոգու բաները չի ընդունում, վասնզի անոնք իր համար հիմարություն են եւ չի կարող գիտենալ, վասնզի դա միայն հոգևոր ձևով կքննվի։ Հիմա մենք հավատում ենք մեռելների հարությանը։ Աշխարհի մարդիկ ծիծաղում են դրա վրա։ Ինչ մեռելների հարություն։ Էս ինչի հետևից եք գնացել։ Գոնե այդ մեկը մի ասեք։ Մնացած բաները լավ է։ Աստված Ձմեռ պապի դերում, հա, իրենց համար։ Տեր Աստված, այս տուր, ես իմ Աստծուց շատ գոհ եմ։ Հա, իսկապես, ճշմարիտ Աստվածն է դա քեզ տալի, թե այս աշխարհի Աստվածը, որ դրանով քեզ խաբել է, միջև դժոխք պիտի տանի։ Մենք անվերապահ ձևով հավատում ենք մեռելների հարությանը։ Եթե չկա մեռելների հարություն, ես այստեղից կգնամ։ Մենք հավատում ենք մեռելների հարությանը, որ մի օր թեև մեռնենք, հավիտենական կյանք ունենք, եւ Հիսուս ասաց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ով որ ինձ հավատա, թեև մեռնի, հավիտյան պիտի ապրի, եւ իր հետ պիտի ապրենք, իր ներկայության մեջ պիտի ապրենք։ Չեք ցնծում։ Ուրախացեք եւ ցնծացեք։ Այո, տեսնում եմ ձեր դեմքերը, ժպտում եք բոլորդ։ Բայց նա, որ հոգևոր է, ամեն բան կքննե եւ ինքը մեկից չի քննվի։ Մենք աշխարհի մարդկանց կարող ենք քննել, բայց նրանք մեզ չեն կարող քննել, որովհետեւ Աստծո խոսքի լույսի տակ, երբ որ մենք քննում ենք իրենց, միգուցե նեղանան այս բանի համար, բայց իրենց խոսած բաները դատարկություն է։ Քանզի ով գիտցավ Տիրոջ միտքը եւ ով անոր խրատ տվող եղավ, բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։ Այլ կերպ ասած, այդ միտքը մեզ տրվեց, բայց զարգացնողը մենք ենք։ Անմիջապես այդ միտքը մեզ չեկավ եւ մենք ամեն խորություններ հասկացանք Աստծո։ Այլ պետք է որ մենք այդ խոսքով զարգացնենք մեր մեջ այդ միտքը։ Եթե մեկը Սուրբ հոգին չունի, կորսված է։
դատապարտության տակ է եւ ցավալիորեն ամենավատը գիտեք որն է։ Հաճախ մարդիկ ինքնախապված վիճակի մեջ են։ Օրինակ, մարդը երկար տարիներ եկեղեցի է հաճախել, բայց Սուրբ Հոգին չունի։ Դա իր համար ավանդական մի բան է եղել, որ եկեղեցի պիտի հաճախի, իր ծնողներից էլ եկած եւ լավ է եկեղեցի գնալ։ Ինչ եք ասում։ Տարիների ընթացքում անհաշիվ մոմ է վառել։ Հա? Այ եթե Սուրբ Հոգին ունենար, կհասկանար, որ հույսը մոմ վառելու վրա պիտի չդնի, կհասկանար, որ դա անօգուտ մի գործ է։ Եթե Սուրբ Հոգին ունենար, կիմանար, որ այդ օրտնված ջուր, օրտնված լույս, խաղող, կարակ, սերկևիլ, տուն տանելով, Սուրբ Հոգին չես ստանում, ոչ էլ ռեհան կամ թարխուն տանելով, այսպես խապել են, միչև այսօր այս ժողովրդին խապել են, այս բաներով, մարդն էլ մտածում է, ես այդ օրտնված լույսը տուն բերեցի, լուսավորված եմ արդեն, ջուրը տուն բերեցի, բայց հաջորդ օրը ջուր չունի։ Հիսուս պայման դրեց, եթե մեկ այս պայմանը չլրացնի, անկարելի է, որ նա փրկություն ունենա։ Եթե մեկը ջրից, ասել է թե Աստծո խոսքից, եւ Սուրբ Հոգու չծնվի, չի կարող Աստծո թագավորությունը տեսնել։ Հովանու ավետարան 3-րդ գլուխ 5 համար։ Հենց այս խոսքը Տեր Հիսուս ասաց Նիկոդեմոսին, որ իր մոտ էր եկել։ Եթե մեկը Աստծո խոսքից, Աստծո հոգուց, երկնքից չծնվի, չի կարող Աստծո թագավորությունը մտնել։ Սակայն ինչպես է տեղի ունենում Սուրբ Հոգու ստանալը։ Հիսուս այն ներկայացրեց, որ քամին ինչպես կուզի կփչի, չէ՞, որ ուղղությամբ կգնա։ Այսինքն արտառոց մի բան տեղի չպիտի ունենա Սուրբ Հոգին ստանալու պահին, extraordinary մի բան տեղի չի ունենում արտաքինից, բայց ներքին վիրահատություն է տեղի ունենում։ Աստծո Հոգին երբ որ գալիս է, նոր ինքնություն է մեզ տալիս, նոր անձ է գալիս մեր մեջ, Քրիստոսով ծնված նոր անձ։ Հինը կա, որ մեր թշնամին է դառնում, եւ նորը Քրիստոսով ծնված նոր բնությունը։ Եվ մշտապես այս երկուսի միջև պայքար կա, այսինքն Սուրբ Հոգու գալով ներքին փոփոխություն է տեղի ունենում։ Մեր մտածելակերպի, մեր ճանապարհների, մեր կյանքի վերաբերյալ ունեցած պատկերացումների, փոխվում է ամեն բան, եւ ժամանակի ընթացքում շատ ավելի է փոխվում դա։ Ահա տեսեք, թե ինչպես է Սուրբ Հոգին գալիս եւ մեկի մեջ բնակություն հաստատում։ Շատ լավ գիտեք այս համարը։ Եփեսացիս առաջի գլուխ 13-14 համարները կարդանք։ Երբ լսեցիք ճշմարտության խոսքը, ահա Սուրբ Գիրքը մեր ձեռքերի մեջ։ Մեր փրկության ավետարանը, որին հավատալով խոստացյալ Սուրբ Հոգու կնիքով կնքվեցիք, որ մեր ժառանգորդ լինելու գրավականն է, միջև սեփականություն դարձնենք իր փառքի գովության համար, միջև վերջնական այդ փրկությանը հասնենք, բայց գրավականը արդեն մեր մեջ կա, անգլերենով գրված է deposit։ Սուրբ Հոգին գալիս բնակություն է հաստատում, ինչպես մեխանիզմը ներկայացրած է։ Երբ լսեցինք ճշմարտության խոսքը, փրկության ավետարան, ոչ թե բարգավաճման, որին հավատացինք, ահա բանալին, խոսքը լսեցինք, հավատացինք, շատեր լսում են, չեն հավատում, իսկ հավատացողների համար ինչ է տեղի ունենում, Սուրբ Հոգիով կնքվում ենք, Աստված այցելում է, և գալիս է հոգիով բնակվում է հավատացողների մեջ, հավատալ ամբողջ սրտով և անկեղծությամբ, հավատալ,
որ Հիսուս մարդացյալ Աստված է, որ փրկության համար եկավ երկրի վրա, որ անհատապես քեզ համար սիրելի հայրենի, ինձ համար եւ համայն մարդկության համար իր անձը զոհեց խաչի վրա, իր թանկագին սուրբ արյունը թափեց, այսինքն կյանքը տվեց, որպեսզի մենք կյանք ունենանք։ Հավիտենական կյանք ունենալու համար հավիտենական Աստված մարդեղացավ իր կյանքը զոհեց։ Եվ շատ կարևոր է, որ մենք ընդունենք մեր մեղավոր լինելը, որ այդ բնությունը մենք մեր մեջ ունենք, որի պատճառով մեղքեր գործել ենք խոսքով, գործով, խորհուրդներով եւ խոստովանում ենք Տիրոջ առջև։ Եթե խոստովանեք ձեր մեղքերը, հավատարիմ եւ արդար է նա ձեր մեղքերին թողություն տալու եւ ձեզ ամեն անօրենությունից սրբելու համար։ Այսինքն Հիսուս անցյալը ամբողջությամբ մաքրում է։ Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես են, ձյունի պես պիտի ճերմականան։ Եթե կրկնակի կարմիրի պես են, ասրի պես պիտի ճերմականան։ Այսինքն մեղքերը շատ էր, մեծ մեղքեր էր։ Սատանան այդպես էլ է խաբում մարդկանց։ Դու ինչքան մեղքեր ունես գործած, դու ոնց կգնաս Աստծուն, ինչ երեսով պիտի գնաս։ Հիսուս իր կողքը խաչվող ավազակի համար, ով հավատք ուներ, ասաց այսօր ինձ հետ դրախտի մեջ պիտի լինես։ Խնդրում ենք Տեր Հիսուսին մեր մեղքերի թողությունը եւ Հիսուս հավատարիմ է, որ մեզ մեղքերից պիտի ազատի։ Սուրբ Հոգու առաջին եւ մեծագույն կարեւորությունը որն է։ Ինչի համար է եկել Սուրբ Հոգին։ Որպիսի մեզ մեռելներից հարություն տա։ Սա է ամենագլխավորը։ Կարդանք Հռոմեացիների 8-րդ գլխից 8-ից 11 համարները։ Վասնզի մարմնով եղողները չեն կարող Աստծուն հաճելի լինել, բայց դուք մարմնով չեք, հապա հոգիով։ Եթե Աստծո հոգին ձեր մեջ բնակած է, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա Աստծուն չի պատկանում։ Եվ եթե Քրիստոս ձեր մեջ է, այլ մարմինը մեռած է մեղքի համար եւ հոգին կենդանի արդարության համար։ Իսկ եթե Հիսուսը մեռելներից հարուցանողի հոգին ձեր մեջ բնակած է, ուրեմն նա որ Քրիստոսին մեռելներից հարուցանեց, մեզ էլ իր հոգիով մի օր պիտի հարուցանե։ Ահա մենք սրան ենք հուսացել, սա է մեր հավատքի հիմքը։ Ում մեջ որ բնակված չէ Սուրբ Հոգին, նա Տիրոջը չի պատկանում։ Սակայն նրանք, ովքեր որ այս աշխարհից պիտի հեռանան առանց Հիսուսի, նրանց էլ հարություն կա։ Նրանք էլ մեռելներից հարություն պիտի առնեն, բայց ոչ թե փրկության համար, այլ դատապարտության համար։ Պիտի կանգնեն ճերմակ աթոռի առջև, ճերմակ գահի առջև եւ նրանց կյանքը պիտի քննվի, կատարած բոլոր մեղքերը, որոնք իրենց ուսերի վրա դասվեցին, Աստված մեջտեղ պիտի հանի։ Եվ կատարածների հիման վրա է, որ ծծումբով այրված կրակի լիճը պիտի գործի։ Այսինքն նրանք իրենց կատարած մեղքերի համեմատ է, որ տանջանք պիտի ունենան։ Պատկերացնում եք։ Ամեն մեղքի համար այդ ամեն տանջանքները, մեկը երբ որ հանցագործություն է անում, ասենք մի քանի հանցանքներ ունի արած, դատանը որոշում է օրենսդրության կամ ինչ է դա, քրեական գրքի, օրենսգրքի, այսինչ հոդվածի, այսինչ կետի համաձայն այս հանցանքի համար այսքան տարի, այսինչ հոդվածի այս կետի համար այսքան տարի, լրիվ գումարում են մի կլոր գումար, այսինքն թվերի, դնում առջև, ասում է այսքան պիտի բանտում նստես։ Այդ նույն կերպով ցավի ուժգնությունը պիտի լինի, պիտի որոշվի Քրիստոսի ճերմակ աթոռի դատաստանի առջև, որ անհավատների համար պիտի լինի։
Բարերով դերևս աննար է այդ ամենը ներկայացնել, թե ինչ սարսափներ է սպասում։ Սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռքը ընկնելը։ Ուրեմն երկու տարբեր բևեռներ։ Պթոսի թե Անաստասի, որ մեկն ես դու։ Անկածը թե ելածը, մեռածը հոգևորապես թե կենդանացածը։ Դատապարտվածը թե դատապարտությունից ազատագրվածը։ Ահա այս երկու հասկացողություններից է կախված մարդու հավիտենական ապագան։ Բնաբանի մեջ կարդացինք Ղուկաս 2:35 համար Հիսուսի ծնունդը, սա էլ մարգարեացվեց Սիմեոն ծերունի կողմից, հակառակության նշան պիտի լինի։ Ոչ միայն Հիսուսի անձի դեմ, այդ մասին խոսեցինք, այլ նաև Հիսուսի հետևողների դեմ։ Սատանայի դրդումով եւ սատանան ունի հսկայական բանակ, ովքեր որ պատրաստ են նրան ծառայելու, նրանց միջոցով հարձակում հավատացյալների վրա։ Աբասիկ 20 դար է, 2000 տարի կա այդ հակասությունը, կա այդ հարձակումը եւ եկեղեցին եղել է, քրիստոնեությունը եղել է թիրախը, առարկան սատանայի, եթե առաջի դարում հռոմեացի կայսերների միջոցով առաջի 2-3 դարերում եկեղեցին հալածվում էր, մի ամբողջ շրջան անցավ եկեղեցին խավարի դարաշրջան, որ ճշմարիտ հավատացյալներին խարույկների վրա այրում են, սակայն սատանան չհաջողեց, քրիստոնեությունը ավելի զորավոր եղավ այդ դարերի ընթացքում, Սուրբ Հոգու զորությամբ եւ սուրբերի արյան միջոցով մարտիրոսների, նրանք ովքեր որ մարտիրոսվեցին, այդ ամենը զորություն տվեց նաև մնացած հավատացյալներին, իրենց հավատքի համար պայքարելու։ Առաքյալները ոչ միայն առաջի պտուղները եղան քրիստոնեության, այլ նաև առաջին մարտիրոսվողները։ Հիսուսի աշակերտներից միայն Հովհաննես առաքյալն էր, որ իր մահով մահացավ, մնացած բոլորը խոշտանգումների ենթարկվեցին, տարբեր կերպերով մահվան դատապարտվեցին։ Քաղաքակիրթ կոչված 21-րդ դարում ենք, չէ՞, բայց այլակրոն երկրներում քրիստոնյաների վիճակը ինչպիսին է։ Հալածանքներ, իրենց հավատքի համար, բանտարկություններ, սպանություններ Պարսկաստանում, Չինաստանում, Պակիստանում, Ինդոնեզիայում եւ այլակրոն շատ ու շատ երկրներում, նաեւ աֆրիկյան մայրցամաքում, օրինակ Նիգերիայում մուսուլմանները հաճախակի հարձակվում եւ սպանում են քրիստոնյաներին, նրանց եկեղեցիները այրում են։ Քրիստոնեությունը կարող ենք ասել միակ հավատալիքն է, որ ենթարկվում է հալածանքների։ Ինչու՞, որովհետև միակ ճշմարտությունն է։ Այդ դրա համար սատանան հարյուրավոր տարբեր կրոնները ստեղծել է, պետք չունի նրանց դեմ պայքարելու էներգիա ծախսելու, ճշմարտության դեմ է պայքարում, այսինքն ճշմարիտ քրիստոնյաների դեմ։ Ուրեմն ամբողջ պայքարը Քրիստոսի անձի դեմ է, իսկ հարվածը Քրիստոսին հետևողների։ Հիմա պիտի ասենք, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ խոսքի հավատալիքների ազատություն կա, եւ կարծես թե այս ասած մեր խոսքերը մեր վրա ազդեցություն չունեն, այսինքն մեզ չի վերաբերում սրանք։ Եթե այլակրոն երկրներում ֆիզիկական ճնշում եւ հակառակություն կա, ապա մեր օրերում եւ ասենք երկրներ, որոնք անունով քրիստոնյա են կոչվում, հոգեկան կամ հոգեբանական հարձակումներ կան, հավատքի վրա հարձակում կա,
տարբեր կերպերով, տարբեր ձևերով։ Փթոսի թե Անաստասի, նորից ասենք, որ մեկն ենք։ Fallen or rising, դատապարտված թե ազատագրված, հոգևորապես մեռած թե կենդանացած։ Եթե Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ չունես, փթոսի ես։ Դուրդ գալիս այդ անունը։ Մեկ քայլից հետո կդառնաս Անաստասի։ Երբ որ Հիսուսին հրավիրես քո կյանքիդ մեջ, որ նա դառնա քո Տերդ եւ քո Փրկիչդ։ Հրավիրի, կանչի, ինքը պատրաստ է հոգիով այցելություն անելու։ Այն ժամանակ դու էլ կմիանաս Աստծո մեծ ընտանիքին եւ քո փրկությունդ երաշխավորված կլինի։ Աստված Սուրբ Հոգիով կայցելի եւ քեզ կկնքի հավիտենական կյանքի համար։ Տարբերությունը հսկայական է, Փթոսի կամ Անաստասի։ Հսկայական է։ Լինել հավատացյալ եւ անհավատ, հսկայական է տարբերությունը։ Միգուցե հիմա այդ բանը չի երևում, միգուցե նրանք ովքեր որ Փթոսի են, անհավատ են, նայում ես, տեսնում ես, շատ ավելի լավ կյանք ունեն, երջանիկ են իրենց զգում, որևէ բանի պակասություն չունեն, չէ՞։ Ասապ մարգարեն էլ այդպես տեսավ, վերցրեց 73-րդ Սաղմոսը գրեց, հետո զղջաց ասավ, անասունի նման էի մտածում, երբ որ տեսավ նրանց վախճանը, եւ ասաց Աստված նրանց ոտքերի տակ սահուն բաներ էր դրել, որ սահեն։ Տարբերությունը հսկայական է։ Եվ արժևորենք մենք, թե ինչի համար ենք կանչված, որպես Աստծո որդիներ հավիտենական կյանք ունենք, եւ հսկայական ժառանգություն Տերը մեզ համար պատրաստեց։ Հայրը իր գահը որդուն տվեց։ Որդին ասաց, ով որ ինձ հավատա, այդ հաթոռին պիտի նստի։ Կարող ենք երևակայել։ Այս ամենը մեզ պիտի խիստ խոնարեցնի։ Խոնարհությամբ մենք որևէ բանի արժանի չենք։ Ինչ որ ենք, դարձանք միայն Տիրոջով։ Եկեք մարգարեական խոսք կարդանք Մաղաքիայի մարգարեությունից հինուխտի մեջ գրված եւ այս տարբերությունը խիստ ակնառու է։ Մաղաքիա 3-րդ գլխից պիտի կարդանք, սա վերջի էջն է 5 կտակարանի։ Մաղաքիա 3-րդ գլուխ եւ 17 համարից կարդանք։ Այն օրը, երբ որ իմ սեփական գանձս հավաքեմ։ Այդ ինչ գանձ է հավաքում Աստված։ Դու համարվում եք Աստծո գանձը։ Երբ որ իմ սեփական գանձս հավաքեմ, անոնց պիտի խնայեմ։ Ինչպես մարդ մը կխնայե իր որդուն, որ իրեն ծառայություն կնե, եւ պիտի դառնաք արդարի ու ամբարիշտի տարբերությունը պիտի տեսնեք։ Մեզանից որևէ մեկը մարդկային արդարություն չունի, բայց մենք արդարացանք Քրիստոսով, Քրիստոս մեզ արդարության ջերմակ հանդերձ հագցրեց, եւ մենք Քրիստոսի մեջ դարձանք արդարներ, ուրեմն պիտի դառնաք եւ արդարին եւ ամբարիշտին, Աստծուն ծառայություն անողին եւ ծառայություն չանողի տարբերությունը պիտի տեսնեք, աստղանիշ բացատրություն, միգուցե ոմանք որևէ ծառայության մեջ չեն, հանկարծ չմտածեն, որ ես եթե ծառայություն չեմ անում, ուրեմն այս խոսքը ինձ է վերաբերվում։ Դու քո եղբոր եւ քրոջ համար աղոթք ես անում, դա ծառայություն է։ Դու Աստծո ժողովրդի համար աղոթում ես, դա ծառայություն է։ Դու քո ներկայությամբ պաշտամունք ես ապահովում, Տերն է փառավորվում, դա ծառայություն է։ Մարդիկ կան տեսանելի ծառայություն ունեն, բայց ծառայություններ կա, որ մարդկանց առջև չի էլ երևում, Աստված է միայն տեսնում, եւ ինքը պիտի վարձատրի։
Քանզի ահա փռի պես վարված օրը կգա։ Ինչ փուռ է դա, որի մեջ խորոված են անում։ Սա ծծումբով այրված կրակի լիճն է։ Երբ բոլոր հպարտները եւ բոլոր ամբարիշտություն անողները հարդի պես պիտի լինեն, որտեվ Աստված ցորենը պիտի հավաքի իր ամբարները հավատացողներին եւ չհավատացողները համարվում են որպես հարդ։ Ու եկած օրը զանոնք պիտի այրե, ասում է Զորքերի Տերը, այնպես որ անոնց արմատ կամ ոստ պիտի չթողնի, ասիկ հետքն էլ չպիտի մնա, բայց ձեզ իմ անունից վախեցողներ, արդարության արեգակը պիտի ծագի, ով է այդ արեգակը, Տեր Հիսուս Քրիստոս է, հին ուխտի մեջ է գրված, որ այդ արեգակը մեր սրտերի մեջ ծագեց, մեզ լուսավորեց, որ ճանաչեցինք իր անձը, իր կատարած գործը եւ հասկացանք, որտեղից են գալիս, որտեղ են գտնվում եւ ուր են գնում։ Անոր թևերի վրա բժշկություն պիտի լա, եւ դուք գոմի պարարտ հորթերի պես դուրս պիտի ելեք եւ պիտի ցածկրտեք, երբ որ մտնենք մենք հավիտենականություն։ Ամբարիշտները պիտի կողկրտեք, վասնզի իմ գործ տեսնելու օրս անոնք ձեր ոտքերի թաթերի տակ մոխրի պես պիտի լան, ասում է Զորքերի Տերը։ Անվերապահ ձևով հավատում ենք գրված այս ճշմարտություններին, որ ժամանակը երբ որ գա, այս գրված խոսքերը մեկիկ իրականություն պիտի դառնան։ Եվ Աստծուն փառք ենք տալիս, որ մենք չմնացինք որպես Պտոսի, այլ դարձանք Անաստասի, օրհնյալ է իր մեծ անունը, ուրախանանք, ցնծանք, որովհետև Տիրոջ գալուստն էլ շատ մոտ է, հետևաբար նաև մեր փրկությունը մոտ է։ Տերը թող այս տարվա մեջ զորացնի մեզանից ամեն մեկին, որ Տիրոջը ավելի մոտենանք, ավելի մոտենանք, մեր ամեն քայլին Տերը տասնապատիկ կամ հարյուրապատիկ ավելի մեզ պիտի մոտենա, իրենով ապրենք, իր փառքի համար ապրենք, իրեն հաճելի լինենք եւ Աստված փառավորվի ամեն մեկիս կյանքի մեջ այսօր, վաղը եւ հավիտյան։ Տերը օրհնի իր խոսքը եւ ձեզանից ամեն մեկին ամեն։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի, ամեն։ Say